Բարյոш, Հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, տեսեք, նախ Սալավյովը արեց այն հայտարարությունը, որը բազմիցս արդեն քննարկվել է, որ Ռուսաստանի կամ ռուսական ազդեցության գոտում անհրաժեշտ է իրականացնել ինչպես Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն, բնականաբար դրանց հետո Սոլովյովի անունը մենք ամենադեպս եթերում գոնե չենք լսել, չգիտեմ ինչ պատճառներով։ Դրանից հետո արդեն Ռուսաստանի պաշտոնական փիլիսոփա համարվող գործող իշխանության Դուգինը հայտարարեց, որ ազգային ինքնաշխանություն կոչվածը դա աղբ է, որը պետք է նետել աղբաման եւ հետեւաբար պետք է Ռուսաստանը զբաղվի Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, չթվարկեմ ամբողջությամբ, ամբողջ կենտրոնական Ասիայի ազգային պետությունների ըստ էության դենոնսացմամբ, այսինքն այդ պետությունները պիտի չլինեն, իրենք պիտի լինեն պայմանական ԽՍՀՄ երկուսի կազմում կամ հակառակ դեպքում այդ երկրները վերածվելու են հակառուսական պլազդարների, ընդ որում մի դեպքում ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության կամ Միացյալ Նահանգների, մյուս դեպքում Չինաստանի օրինակ։ Հիմա բնականաբար Մարիա Զախարովան կհայտարարի, որ դրանք երկու իրար հետ կապ չունեցող կարծիքներ են, որ դրանք անհատներ են, որոնք ունեն տեսակետ հայտնելու իրավունք, որովհետև Ռուսաստանը խիստ դեմոկրատական երկիր է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն սեփական տեսակետները հայտնելու, բայց եթե նույնիսկ Տիկին Զախարովային դնենք մի կողմ, այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանում այս խոսույթը արդեն դառնում է համակարգային բնույթ է արդեն ձեռք բերում եւ դա չի կարող չմտահոգել արդեն բոլորին, այն թվարկած պետությունների ներկայացուցիչներին։ Հիմա իմ տպավորությունը ճիշտ է, թե այնքան էլ չէ։ Շնորհակալ եմ հնարավորության համար, ձեր տպավորությունը ճիշտ է, բայց դա ունի մի քանի հիմնավորում։ Ինչու հանկարծ սկսեցին այդ մարդիկ այդ մասին խոսել, ընդ որում թողնենք մի կողմ, որ այդ մարդկանց գործն էլ հենց խոսելն է եւ հենց նմանատիպ կարծիքներ, հայտարարություններ բարձրաձայնելը։ Այսինքն նրանք պետք է խոսեն եւ խոսում են։ Ինչու են խոսում։ Խոսում են, որովհետեւ կարծես թե աշխարհում այս միջազգային իրավական համակարգի, ընդհանրապես աշխարհակարգի ճգնաժամը հնարավորություն է տալիս նման խոսույթ առաջ մղելու։ Որտեւ եթե օրինակ սրանից 1-2 տարի առաջ ասենք քննարկում ենք ուկրաինական ճգնաժամը, հետո լավ Իսրայելի գործողությունները որպես այսպես ներկա աշխարհակարգի լրջագույն ճգնաժամ, հիմա այն ինչ որ տեղի ունենում աշխարհում, դիցուք օրինակն են Միացյալ Նահանգների տարբեր գործողություններ, ասենք Վենեսուելայում իրականացած գործողությունը, Գրենլանդիայի նկատմամբ այդ տարածվող խոսույթը, դա ցույց է տալիս, որ փաստացի աշխարհի երկու գերտերություն առնվազն միջազգային իրավակարգը անտեսում են։ Հետևաբար այս պայմաններում բնական, եթե Թրամփը կարող է խոսել Գրենլանդիայի մասին օրինակ, երկրի նախագահ, ինչի Դուգինը եւ Սալավյովը, որոնք իրենց նշանակության եւ դերակատարությամբ շատ ավելի, ասենք, ոչ գոնե որոշում կայացնող եւ քաղաքականություն իրականացնող մակարդակում են, չեն կարող խոսել, մանավանդ ինչպես նշեցի, դա նրանց գործն է այդ խոսելը։ Բայց որն է կարևոր, որ նրանք փաստացի բարձրաձայնում են պլանները, որը Ռուսաստանում եղել է 90-ականից։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 91 թվականին, երբ որ 91-92 թվականին, երբ որ ստեղծում էր ԱՊՀ-ն ստեղծողները եւ հատկապես Ռուսաստանը, դա չէր, այսինքն ԱՊՀ-ն ինքը ԽՍՀՄ-ի շարունակություններ առանց մերձբալթյան երկրների եւ նրանք չեն էլ կանխատեսել, որ կարող են իրենց ազդեցությունը այդպես արագ կորցնել հետխորհրդային տարածաշրջանում։ Եվ հիմա քանի որ մենք ականատես ենք եւ ապրում ենք արդեն նոր աշխարհակարգի ձևավորման այսպես նախաշեմը ընդգրկող ժամանակահատվածում, համար մենք տեսնում ենք նման գործողություններ։ Ասել, որ այս պահին միայն խոսույթի մակարդակում է, այդ նշանակում է չզգուշանալ այս հայտարարություններից եւ անտեսել դրանց հնարավոր կենսագործման հնարավորությունից, դրանք
վստահաբար կարող են լինել։ Չեմ ասում, որ օրինակ ուղիղ ագրեսիայի տեսքով, ոչ, բայց տարբեր հնարավորություններ բնականաբար Ռուսաստանում փորձել են օգտագործել այդ իրենց նույն Դուգինի եւ իհարկե Սալավեովի հնչեցրած ուրեմն մտքերը կատարածելու, իհարկե դրանց տալով որոշակի իրավական փաթեթավորումներ։ Օրինակ, ինչպես օրինակ Հայաստանում 2026 թվականին ուրեմն նախանշված խորհրդարանական ընտրություններին շատ մեծ ազդեցության միջոցով։ Այսինքն այն խոսակցությունները օդում կախված լավ, այսպես լուրեր կան, որ Ռուսաստանը մի քանի տասնյակ, եթե չասեմ, 100 միլիոնից ավել թվի մասին է խոսք գնում։ Եթե չեմ սխալվում, 160 միլիոն թիվ էր շրջանառվել, ամերիկյան դոլարի մասն է, որ այդքան փորձելու է ներարկել հայաստանյան քաղաքական դաշտ, որպեսզի այսպես կոչված փափուկ ուժի միջոցով կարողանա վերականգնել իր դիրքերը քաղաքական իմաստով գոնե խորհրդարանում ներկայացվածության իմաստով, այսինքն դուք դա չեք բացառում։ Իհարկե չեմ բացառում։ Ես նշեցի, ցանկացած հնարավորություն օգտագործվելու է այդ նպատակներին հասնելու համար։ Եվ կրկնում եմ, այն ինչ որ աշխարհում այս բանը թույլ է տալիս Ռուսաստանին գնալ այս ճանապարհով, ընդ որում որոշակի եթե ենթադրենք սրանց մի քանի ամիս առաջ, երբ որ օրինակ այսպես վերջին եւ կարեւոր օրինակները բերեմ, մեր Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը թողնում ենք մի կողմ, ասենք Գազայում ձեռք բերվեց պայմանավորություն հրադադար։ Հետո շատ ակտիվ գործընթաց էր ընթանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև դարձյալ հրադադար հաստատելու ուրեմն ուղղությամբ։ Եթե այդ ժամանակ քիչ թե շատ կանխատեսել էր, այսինքն թվում էր թե եթե այդ համաձայնությունը տեղի ունենա, արդեն որոշակի աշխարհը կմտնի կանխատեսելիության հուն։ Բայց դա չկա, դրան զուգահեռ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների կողմից այդ արդեն մի քանի գործողություններ, որոնք մեծ հաշվով անտեսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ։ Այսինքն սա թույլ է տալիս, որ կանխատեսելու, որ այդ անորոշության շրջափուլը երկարում է։ Իսկ այդ ժամանակահատվածը Ռուսաստանը իր հերթին փորձել է օգտագործել ուրեմն տարբեր խնդիրներուց։ Ընդ որում Հայաստանը ինչու է այս բան առաջնահերթ, որովհետև Հայաստանում այդ ջանքերի ներդրումը ինքը կարող է ստանալ իրավական փաթեթավորում։ Դիցուկ օրինակ ընտրություններ են հաղթել է ոչ թե իշխանությունը, այլ հնարավոր չէ Ադրբեջանը։ Դուք նշեցիք, տեսեք, դուք նշեցիք օրինակ այդ ահռելի թվերի մասին, որ կիրառում է։ Ես ամեն օր արդեն դրա այսպես ծաղիկները տեսնում եմ, չգիտեմ ձեզ մոտ ոնց, ինձ ամեն օր Facebook-ով գալիս են օրինակ ընկերության առաջարկներ, միևնույն տեսակի տասնյակ օգտահաշիվներ, կնոջ անուն ազգանունը եւ ինչ-որ ծաղիկով դիմապատկեր։ Չէ, ինձ այդքան լուրջ չեմ վերաբերում։ Չէ, ինձ ասեմ, առաջ չափազանցամ օրական 20-30 նման ընկերության հայտ է գալիս։ Այսինքն սա էլ բարձ ցուցիչ է, որ ինչ որ բան նախապատրաստվում է։ Եվ սա չափազանց լուրջ է եւ հաշվի չառնել սա, գիտեք, հիմա իհարկե կարելի էր մեծախոսությամբ այս նույն հայտարարություններին պատասխանել, որ դե կարում եք արեք, բայց չէ, պետք է զգուշավորությամբ մոտենալ, որտեղ այնուամենայնիվ Ռուսաստանի հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ կրկնում եմ, աշխարհում ներկա իրավիճակը թույլ տալիս է հատկապես հիբրիդային մակարդակում առանց խաղաղական կանոնների նման գործողություններ իրականացնելու։ Բայց հիմա տեսեք, երբ հիմա խոսում ենք Սոլովյովի եւ Դուգինի մասին, ընդհանուր առմամբ այդ մարդկան շրջանակ շատ ավելի լայն է, հա, հիմա ուղղակի բոլորին ցիտել հնարավոր չի եւ երևի անիմաստ է, որովհետեւ խոսքը ընդհանուր երևույթի մասին։ Տեսեք, նախկին 15 հանրապետություններից 3-ը ՆԱՏՕ-ի անդամ են, Մոլդովան ամենայն դեպս գոնե առժամանակ փոկվեց այդ արեալից Ռուսաստանի կարողացան այնտեղ ինչ որ բաներ անել, որ իրենց քիչ թե շատ ապահովագրեն, Բելարուսին մոռացանք այս համատեքստում, մնաց այնտեղ 11 հանրապետություն, ճիշտ է։ Այդ 10-11 հանրապետությունները սկզբունքորեն այն ինչ որ ասվում է, դա ուղիղ սպառնալիք է բոլոր այդ հանրապետություններին։ Չխորանանք պատմության մեջ, որ մեկը քանի տարվա պատմություն ունի, ինչու է ստացել անկախություն, ինչպես է ստացել անկախություն,
բայց ըստ էության այդ ազդեցությունը կարող է բերել նաև բավական լուրջ հակազդեցության եւ այն գործընթացները, որոնցից այսպես ասած զգուշանում է Ռուսաստանը, իրենք կարող է շատ ավելի արագ դառնալ, ասենք, չգիտեմ, Ղազախստանը օրինակ կարող է չինացի գործընկերներին ասի եղբայրներ, եկեք մեզ փրկեք։ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել, ասենք, Ֆրանսիային կամ Եվրամիության, ասել ժողովուրդ, մեզ հեսա ուզում են ուտեն, եկեք։ Հա, եւ դառնալ երիվ հակառակը։ Ես չեմ կարողանում հասկանալ Ռուսաստանի քայլերի այդ քայլերի տրամաբանությունը։ Դժվար է հասկանալ քայլերի տրամաբանությունը։ Նրանք ունեն պլաններ, կրկնում դեռևս 90-ականներից եղած պլաններ, որոնք իրականացնելու համար հարմար ժամանակահատված են փնտրել եւ կրկնում եմ, որ հիմա այդ հարմար ժամանակահատվածն է։ Հիմա ես դες ուզում եմ հարց տալ, աշխարհում քանի երկիր կա, որ կարող է օրինակ Միացյալ Նահանգներին կանգնեցնել իր գործողություններում։ 1.5 համաձայն եմ ձեզ հետ։ Աշխարհում քանի երկիր կա, որ կարող է Ռուսաստանին կանգնեցնել։ 3.5 Հիմա տեսեք, երբ որ սկսում է քաոսային իրավիճակ, այսինքն Միացյալ Նահանգները իր կողմից է գնում ինչ որ գործողությունների, Ռուսաստանը իր կողմից է գնում գործողությունների, վստահաբար Չինաստանը իր կողմից է գնալու ինչ որ գործողությունների, այդ դեպքում հենց այս անիշխանության իրավիճակն է, որ ուրեմն բավականաչափ մեծ անորոշություն է առաջացնում նման հնարավոր է վատթարագույն սցենարների իրականացման։ Այսինքն այստեղ այս պահին, եթե մենք գնահատում ենք իրավիճակը, պարզապես ինչ որ գործողություններ իրականացնելու այսպես նախանշման շրջափուլ է իրականացնում։ Այս պահին խոսույթի մակարդակում ձևավորում է մի իրավիճակ, որը հնարավորության արդեն դեպքում պրակտիկ կիրառման հնարավորություն կարող ունեն։ Ես կրկնում եմ, այս իրավիճակին չպետք է անլուրջ վերաբերել, սա շատ կարևոր եւ զգայուն ժամանակահատված է, երբ որ Եվրոպական միությունում առաջարկում են Հայաստան Հանրապետությանը միլիոնավոր դոլարների աջակցություն ցուցաբերել հիբրիդային գրողների հետ ավելի կոնկրետ 15 միլիոն։ Այո, հենց այնպես չեն անում, որովհետև շատ լավ իրենք էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում։ Եվ դուք շատ լավ նշեցիք, Հայաստանը դիմելու է, ասենք, այս երկրին, այն երկրին, եկեք օգնեք, բարձր նրանք չեն կարողանում եւ չեն գալու օգնեն։ Այսինքն ամբողջ խնդիրը այս կանխարգելիչ քայլերի այն է, որ այնպիսի իրավիճակ չստեղծի, որպեսզի Հայաստանը խնդրի իր տարբեր գործընկերների, որպեսզի իրեն գան եւ օգնեն կամ գան եւ փրկեն, որովհետեւ տեսականորեն դա եւ ինչու՞ ոչ նաեւ պրակտիկ կերպով դա հնարավոր չի լինելու, սա պետք է հասկանալ։ Եվ բոլորն են նախապատրաստվում նման իրավիճակի։ Մենք հաճախ ենք օրինակ հարցնում, լավ, Հայաստանի հետ կոնֆլիկտն ավարտվեց, բա Ադրբեջանը ինչ է զինվում։ Ադրբեջանը Հայաստանի դեմ չի զինվում, Ադրբեջանը Ռուսաստանի դեմ է զինվում։ Այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը Հայաստանից հետո ենթադրենք կանցնի Ադրբեջանին, ինքը կարող է այնքան դիմադրել, մինչև Թուրքիան եթե կարողանա եւ ցանկանա գա իրեն աջակցի, օրինակ, հա։ Այսինքն բոլոր նույնը Ղազախստանի պարագայում, կենտրոնասիական երկրների պարագայում այնպես որ աշխարհը նման շրջապ եւ շատ բավականաչափ անորոշ դերերով շրջափուլում են գտնվում եւ պետք է պատրաստել ցանկացած սցենարի եւ գնալ հնարավոր վտանգներն ու մարտահրավերները կանխարգելելու ճանապարհով։ Տեսեք, մի քանի օր առաջ պարզվեց, որ մենք նոր մարտահրավեր ունենք կամ չունենք, ես չգիտեմ, դուք ավելի երևի ուշադիր եք հետևում, խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպանի հայտարարության մասին էր, որը ինձ համար մի քիչ անսպասելի էր, մեղմ եմ ասում, եւ անհասկանալի էր ոչ թե որովհետեւ ես տրամաբանել չգիտեմ, այլ որովհետեւ այդ ժամանակահատվածն էր երևի սխալ ընտրված, միգուցե։ Երբ դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կանխել Իրանի քաղաքացիների բողոքի ցույցերը Երևանում Իրանի դեսպանատան մոտ եւ պնդեց, որ Թեհրանում արմատանում է այն տեսակետը, որ Հայաստանում ստեղծվում է հակաիրանական կենտրոն։ Ըստ էության Հայաստանը մաս է դառնում հակաիրանական գործողությունների կենտրոնի։ Ահա, այսինքն Հայաստանը դառնում է հակաիրանական պլացդարմի, այսպես լայն իմաստով մաս։ Հիմա սա ինչ դիվանագիտական ազգուշություններ, թե խճճվել են իրենք էլ լավ չեն պատկերացնում, ինչի մասին են խոսում։ Ինչ էր սա։
այդ շատ այսպես հետաքրքիր կերպով թեմաները կապել եք իրար։ Դա իմ ստացվում։ Այո, դրամաբանություն կա շուտ այստեղ։ Իրանն էլ իր այս իրավիճակում, Իրանն էլ իր հնարավորությունների ուրեմն սահմաններում է ինքնադրսևորվում, այսպես ասեմ։ Հա, այսինքն Իրանի նորանշանակ դեսպանը իրեն թույլ է տալիս մի հայտարարություն, որը այնուամենայնիվ որևէ կերպ չի տեղավորում դիվանագիտական էթիկայի տրամաբանության մեջ, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով էլի աշխարհում եւ տարածաշրջանում արկա իրողությունները դիվանագետը գնում է նման քայլի նման հայտարարություն։ Սովորաբար դիվանագետի գործը ոչ թե հրապարակային մակարդակում եղած խնդիրները բարձրաձայնելն է, այլ դիվանագիտական մակարդակում բանակցությունների միջոցով, տարբեր կապերի խողովակների միջոցով անհանգստացնող խնդիրները լուծելը։ Նման հայտարարությունը սովորաբար իրենց թույլ են տալիս քաղաքական գործիչները կամ ձեր նշած քարոզիչները։ Հիմա երբ որ դիվանագետն է հայտարարում, դա կրկնում երկու բացատրություն ունի։ Մեկը այն, որ Իրանն էլ իր այսպես հնարավորությունների սահմաններում է փորձում ինքնադրսևորվել, իսկ երկրորդը ես շատ ուզում եմ, որ իհարկե այս երկրորդ տեսակետը ճիշտ լինի, դիվանագիտական գուցե անզգուշություններ, չնայած չեմ կարծում, որ դա այդպես է, ինչու, որովհետև ուրեմն պարոն Շիրղոլամին ինքը բավականաչափ հմուտ դիվանագետ է եւ կամ էլ ուղիղ Թեհրանից կար հրահանգ նման ռետորաբանություն կիրառելու։ Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարության պատեհությանը, բնականաբար որևէ պատեհություն չունի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության նախ արձագանքը այդ հայտարարության եւ հետո նաեւ գործողությունները դրան հետեւած, որտեւ այդ հայտարարությունից հետո տեղ ունեցան բողոքի գործողություններ եւ բնականաբար նաեւ Հայաստանի համապատասխան կառույցների կողմից էլ համապատասխան կանխարգելիչ քայլեր ցույց են տալիս, որ ըստ էության process-ը վերահսկելիության տիրույթով Հայաստանի Հանրապետությունը գործում է իր սահմանադրության, իր օրենքների եւ միջազգային պարտավորությունների շրջանակում եւ որևէ դիվանագետ անգամ այդ պետության նշանակությունից Հայաստանի համար անգամ այդ դիվանագետի հեղինակությունից չի կարող պարզապես ուղղորդել, բայց կրկնում այստեղ շատ կարևոր է, որ այդ հայտարարությունն արվում է եւ այդ հայտարարությունն արվում է Հայաստանում եւ բնականաբար ուրեմն հետո գոնե դիվանագիտական մակարդակում մենք չենք տեսնում հետագա գործողություններ։ Տեսօր երկշաբթի է, միգուցե այսօր կամ բան կլինի։ Հիմա տեսեք, նոր մի հատ հակամարտություն է ի հայտ եկել, այսպես լայնամասշտաբ են իմաստով, ինչպիսին էր օրինակ Ադրբեջան-Ֆրանսիա այդ շրջանը հիշում եք, հա, որ ծովային այդ անդերծովային տարածքների համար իրավունքների համար։ Հիմա Ադրբեջանը նոր պայքար է սկսել արդեն Հնդկաստանի սինքերի իրավունքներ եւ այլն համաժողով են հրավիրել այդ թեմայով Հնդկաստանը ի պատասխան ենթադրում է, որ պատասխաներ հենց դրան պինականների այդ խմբականակը պաշտպանության նախարարի ներկայությամբ այսպես դրոշը թափ տալով ուղարկեցին Հայաստանի Հանրապետությունի միջալուց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով տեսնենք կհասնեն թե չեն հասնի։ Բայց շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել այդ իմաստով։ Տեսեք, մի կողմից թրիփը, մյուս կողմից մեր երբեմն լավ, երբեմն վայ փորձագետները, որոնք այդ թրիփի հետ կապված ասում են, այ գիտեք ինչ կա, Իրանի դժգոհությունը իրականում թրիփից է, այլ ձևերով են արտահայտվում։ Հա հիմա հեսա այդ թրիփի շուրջ դժգոհությունը կգեներացվի, ընդ որում դա կվերածվի ռուս-իրանական ինչ որ դաշինքի, այսպես ասեմ, անդեմ թրիփի եւ մենք մեր սովորույթի եւ սովորության համաձայն կմնանք երկու սալի արանքում։ Հիմա Հնդկաստանի հետ կապված այդ խնդիրը որքանով է լուրջ ըստ եւ որքանով է դա ազդելու թեկուզ հենց Իրանի Իսլամական Հանրապետության պահվածքի վրա հաշվի առնելով, որ Իրանը այս պահին նոր հակամարտությունների մեջ մտնելու ներուժ եկեք անկեղծ ասենք չունի։
Նախ Ադրբեջանի գործելավոճի մասին խոսենք, տեսեք, դուք շատ ճիշտ բերեցիք Ֆրանսիայի օրինակը, ես դրան կարող եմ ավելացնել նաև Ռուսաստանի օրինակը, որովհետև չասենք իհարկե նույն այսպես մարտավարությամբ էր գործում Ռուսաստանի հետ, որովհետև կրկնում խնդիրներ այլ եւ նաև դերակատարներից երկու Ֆրանսիայից եւ Ռուսաստանից եթե համեմատում ենք մարտահրավերների եւ վտանգների աստիճանն է տարբեր Սա Ադրբեջանի համար արդեն փորձարկված ուրեմն գործելավոճ է, այսինքն ինքը իր կողմից հնարինս սրում է իրավիճակ եւ հիմք է նախապատրաստում մյուս կողմի համար, որպեսզի այն նախաձեռնողականություն ցուցաբերի եւ ուրեմն սկսի երկող ինչ որ գործընթաց, որի ընթացքում արդեն Ադրբեջանը կներկայացնի իր պահանջներն ու ակնկալիքները։ Այսինքն իմ տրամաբանությամբ այս գործելավոճն է աշխատում, որովհետև տեսանք, որ այնուամենայնիվ Ֆրանսիայի հետ Ալիևն էլ հայտարարեց, որ կարծես խնդիրները ամբողջովին լուծում են, Ֆրանսիան դադարեցնում է մեծ հաշվով նախկին գործելավոճը, տարբեր այդ անջատողական տրամադրություններին աջակցելու առումով եւ հիմա կա երկխոսություն, իրենք արդեն դիվանագիտական մակարդակում երկու մակարդակում իրենց խնդիրներն առաջ կքաշեն եւ կփորձեն կամ այսպես ասենք կանխել Ֆրանսիա Հայաստան հատկապես ռազմական իդեպ այստեղ շատ կարևոր հենց ռազմական ոլորտում Հայաստանի տարբեր գործընկերների հետ համագործակցությունը սա ամենազգայուն խնդիրներից է Ադրբեջանի համար կարծում եմ Ֆրանսիայի հետ արդեն երկու մակարդակում իրենք կամ փորձել են դանդաղեցնել այս ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը բայց որ շատ ավելի կանխատեսելի եւ իրատեսական է փորձել են այլընտրանքներ ձեռք բերել իրենց համար հիմա նույնը նաեւ կրկնում եմ Հնդկաստանի հետ է այստեղ եւս իրենք փորձում են նման մոտեցմամբ սրել իրավիճակը եւ փորձել երկխոսություն Հնդկաստանի ուրեմն նախաձեռն երկխոսություն Հնդկաստանի հետ բայց իրականում չեմ կարող ասել որտեղ Հնդկաստանի քաղաքականությունն էլ որ անկեղծ ասեմ այդքան միանշանակ չեմ կարող գնահատել որտեղ այնուամենայնիվ որտեղ հենց այդ քաղաքականությունը միանշանակ չէ որտեղ այնուամենայնիվ Հնդկաստանը ինչի է հետաքրքրած է տարածաշրջանում հատկապես նաև Հայաստանի հետ համագործակցություն որտեղ այդտեղ նախ եւ առաջ Պակիստանի հարցն է Պակիստանի խնդիրն է Ադրբեջան-Պակիստան համագործակցության խնդիրն է այս բնականաբար կտեսնենք Հնդկաստանի վարքագիծը ես բարձրապես ներկայացրի օրինակ ինչ մարտավարությամբ են իրենք գործում ինչ վերաբերում է ռազմական ոլորտում համագործակցությունը Հայաստան-Հնդկաստան դա շարունակական լինելու է այնքան ժամանակ գոնե կարծում քանի կամ պայմանագրեր եւ դրանք ուրեմն իրացնելու խնդիր հետագայի մասով դա անշուշտ նաև պայմանավորված է տարածաշրջանային իրավիճակով չի բացառում օրինակ թեմային Ադրբեջանի հետ նաև միջամտի օրինակ Թուրքիան եւ այսպես Հիմա տեսեք, հիմնական զարգացումները այսու հանդերձ ամենայն դեպս ներքաղաքական դիսկուրսի մակարդակով եմ ասում հայաստանյան թրիփի հետ են կապված, Թրամփի հետ է կապված, մանավանդ որ Արարատ Միրզոյանը Հայաստանի արտգործնախարարը Պոմպեոյի հետ ստորագրեցին այդ համաձայնագիրը ամբողջական տեքստը հրապարակվեց թրիփի հետ կապված կողմերը ինչ են ստանում, ինչ են պայմանական ասած տալիս դրա դիմաց եւ դա ոչ միանշանակ բավական գնահատականի արժանացավ այն իմաստով որ շատերը այդ թվում նաեւ օրինակ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսպես մի կողմ թողեց դիվանագիտորեն շրջանցեցին հանգամանքը որ այնտեղ մի քանի տեղ հատուկ ընդգծված էր որ Հայաստանը իր սուվերենությունը պահպանում է այդ ճանապարհի վրա որ այնտեղ գործելու են Հայաստանի Հանրապետության օրենքները որ այդտեղից մտնող սահմանային վճարներն ու մաքսատուրքերը գալիս են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ հիմնականում կենտրոնացավ նրա վրա որ 50 տարվա ընթացքում Հայաստանի մասնաբաժինը թրիփում այսինքն ընկերությունում որ ստեղծվելու է լինելու է 26% ընդամենը եւ դա պարոն Օսկանյանը եթե չեմ սխալվում բնորոշեց որպես թերմացք, որը կտային անգամ եթե Հայաստանը չբանակցեր։ Այսինքն ընդհանրապես ոչ մի չբանակցեր, մեկ այդքանը կտային, ասեն յոլա գնացեք, տեսեք լավ կլինի, ամեն ինչ նորմալ կլինի եւ այլն։ Հիմա այս փաստաթուղթը ինչ տվեց մեզ։
Պարոն Օսկանյանին դնենք մի կողմ։ Լավ, մի նախադասություն անդրադառնամ, դուք Իրանի մասն նախորդիվ հարց տվեցիք, տեսեք, Իրանը այս process-ին չի խոչընդոտելու, իսկ եթե լինելու է զենքի տեղափոխման խնդիր Իրանի տարածքով, կարծում եմ Իրանը չի խոչընդոտել, որտեղ Իրանին սա պետք չի, հակառակը Հայաստանի զինվելը ինչ որ չափով նաև ձեռնտու է Իրանին։ Հիմա գանք թրիփին։ Այստեղ էլ պետքա հասկանանք հետևյալը, տեսեք, իրավիճակը ժամանակահատվածը շատ զգայուն է, շատ կարևոր է եւ եթե մենք անգամ, այսպես ասեմ, աստվածաշնչյան ճշմարտությունների մակարդակով փաստաթուղթել ստանանք եւ դնենք սեղանին, ընդդիմությունը Հայաստանի գործող իշխանությունների դեմ արտաքին եւ ներքին բոլոր դերակատարները իրենց հնարավորությունների սահմանում եւ իրենց գործիքակազմով փորձել են հնարավորինս քննադատել այն, նվազեցնել դրա նշանակությունը։ Դա շատ կարևոր հանգամանք է, չափազանց կարևոր, որտեղ երբ որ մենք նշում ենք, որ նախորդիվ խոսում ենք այդ ընտրություններին ընթരാճ այդ բավականաչափ բարդ իրավիճակի մասին, հենց դա նկատի ունենք, ոչ միայն ուղիղ գործողությունները արտաքին Հայաստանի Հանրապետության դեմ, այլ ավելի համակարգված, ուրեմն հաշվի առնելով նաև Հայաստանի ներսում տարբեր ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց խնդիրն են լուծում հասնելու իշխանափոխության եւ ստանձնելու իշխանության պատասխանատվություն։ Այնպես որ դա պետք է լինի։ Հիմա այս պարագայում եթե անցնենք դնենք դետալներով քննարկենք ուրեմն փաստաթղթի էությունը, ինքը օգոստոսի 8-ի փաստաթղթի մի փոքր ավելի ընդլայնված տարբերակն է, որը դեռևս էլի ավելի նեղանալու է առանձին հարցերի հետ կապված եւ դետալիզացվել է, սա միանշանակ այդպես է։ Ես այստեղ ուզում եմ անդրադառնալ կոնկրետ թվերի հետ կապված, որքանով ես եմ հասկանում, դա պայմանավորված է հետեւյալ տրամաբանությամբ։ Նախորդիվ խոսում էր 49-51 կամ 50-50 տրամաբանությամբ, բայց այն ժամանակ էլ եթե հիշում եք կար 99 տարի ժամանակը։ Հիմա եթե վերցնում ենք եւ տեսնում ենք, որ ժամանակահատվածը կրճատվել է եւ դրա հաշվին բնականաբար ավելացել է Միացյալ Նահանգների արդեն չափաբաժինը։ Սա իմ գնահատմամբ հատկապես տնտեսական ուրեմն խնդիր է, այս ոչ թե որոշումների, այսինքն այդ ինքնիշխանության այդ որը տարածքային ամբողջական են 4 հիմնարար սկզբունքները, որոնք ֆիքսված են դեռևս օգոստոսի 8-ին, ոչ թե դրանց հակասող ինչ որ իրողություն է, այլ ավելի շատ տնտեսական իր մեջ արմատներ ունեցող բացատրություն է։ Ինչ վերաբերում է կոնկրետ դետալներին, այստեղ տեսեք, ինձ համար որոշակի առումով կարևոր է Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումները, սա ինչով է պայմանավորված, որովհետեւ եթե նրանք մեծ հաշվով այս պահին չունեն մեծ ուրեմն հակասություններ այս փաստաթղթի հետ, որը իհարկե Հայաստանի իշխանությունների դիմադիրների կողմից բնականաբար օգտագործվելու է փաստաթղթի նկատմամբ ավելի այսպես ճակերտավոր իհարկե հիմնավոր քննադատություն ներկայացնելու, այնուամենայնիվ ինքը Հայաստանի համար իրավիճակային առումով չափազանց կարևոր հանգամանք է, ինչ նկատի ունեմ, որ անվտանգային մարտահրավեր որպես այդպիսին եւ կամ Հայաստան-Ադրբեջան գործընթացի կարգավորման գործընթացի խոչընդոտման հետ կապված այս բան կարծես թե ռիսկեր չկան եւ իհարկե Միացյալ Նահանգների այստեղ ներկայության հետ կապված կարծես թե ռիսկեր չկան։ Իսկ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում, որը հատկապես կարևոր է մինչև 2026 թվականի առաջին կեսը, սա չափազանց կարևոր խնդիր է Հայաստանի Հանրապետության համար։ Հետո իհարկե արդեն բովանդակային ավելի դետալիզացման հետ կապված
եթե լինեն խնդիրներ, դրանք ավելի օբյեկտիվ կարելի է բարձրաձայնել, բայց այս պահին կրկնում ինձ համար գոնե կարևոր է որ թրիպի հետ կապված գործընթացը կառավարելի է, Հայաստան-Ադրբեջան գործընթացը կառավարելի է, Հայաստան-Թուրքիա գործընթացը կառավարելի է։ Ինչու եմ սա նշում, որովհետև տեսեք, եթե մենք մի պահ թողնենք օգոստոսի 8-ը մի կողմ, հա, ենթադրենք չկա օգոստոսի 8-ը։ Պատկերացրեք 2025 թվականի մեկնարկային պայմաններով ներկա աշխարհակաղակական իրողությունների համադրմամբ իրավիճակ պատկերացնում եք որքան ռիսկային տարի է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասով ռիսկերը էականորեն արդեն գնահատելի եւ կառավարելի են, չնայած որ կոնկրետ կենտրոններից իհարկե պահպանվում են ռիսկերը, մենք այդ մասին արդեն խոսեցինք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։